Վերջի դեպքերից հետո պարզ էր, չէ՞ որ շատ շուտ պետք է հանդիպեինք։ Նեղված ես։ Չէ, ուղղակի շատ հարցեր կան կուտակված։ Ես իմ սիրուն դեմ չգնացի ու պայքարեցի։ Ու հորը տարածները իմ վրա ազդեցություն չունեցավ։ Դե բայց նենց ես ասում, ոնց որ իմ վրա ունեցավ։ Լեա, այդ դեպքում ինչի ենք հիմա հանդիպում։ Լեո, որովհետև վախենում եմ։ Ու ոչ թե իմ, այլ քո համար։ Շարունակելու ենք շարժվել նույն ուղղությամբ։ Ու նույն ճանապարհով։ Քուրս ամուսնացավ աղբորդ հետ։ Ու այդ միտքը ինձ ընդհանրապես հանգիստ չի տալիս Լեա։ Ինչքան էլ մենք հրաժարվել ենք մանանից, ես չեմ ուզի, որ ընտանիքդ մանանին օգտագործի իմ դեմ վրեժ լուծելու համար։ Հանգիստ եղի, Լեո։ Գրիշ այնքան շատ է սիրում մանանին, որ հաստատ թույլ չի տա։ Ես շատ եմ կասկածում աղբորդ սիրո վրա։ Լեո, իրականում մի հատ բան եմ ուզում ասեմ, որ քեզ շոկի կենթարկի։ Ես էլ բան ունեմ քեզ ասելու ու լը հարցա, ում ասածը ավելի շոկային կլինի։ Հիշում ես հեռախոսով ասացի, որ հանդիպենք կասեմ։ Դե ուրեմն առաջինը դու ասա։ Պարզվում է, հորքուրիդ մարդը իմ հոպարն է։ Լեո, ես էլ էի ուզում այդ ասեի։ Ես գիտեի դրա մասին։ Ուրեմն մի րոպե, բայց ոնց է ստացվում, որ ես ու դու միաժամանակ իմացանք դրա մասին։ Դե ես Նարեից եմ իմացել, Նարեն էլ Դավիթից։ Բա ընտանիքի անդամները ոնց արձագանքեցին։ Մեկ էլ մոռացա ասեմ։ Օրդ գալանքից կորած հոպարը սա փրկել ինձ։ Լեո, հիմա միակ բանը, որ ես մտածում եմ, այդ քեզ չկորցնելն է։ Մի նայ տենց։ Լավ նայ, հիմա մաքսիմալ հանգիստ հետդ խոսում եմ։ Ուզում եմ հասկանամ, ես ինչով եմ արժանացել քո այս անհավատ վերաբերմունքին։ Ախր դու առաջին մարդն ես, ով որ որպես իմ ընկերուհի ոդկա դրեմ մեր տուն։ Առաջին մարդն ես, ում ես այսքան մոտ եմ թողել ինձ։ Քո խաթր պրինցիպներս մի կողմ դրեցի, գնացի տնեցիքիդ անձամբ հրավիրեցի մեր հարսանիքին։ Ու քո համար ես լիքը բաների դեմ եմ գնացել։ Կարաս ինձ բացատրես ինչով եմ ես արժանացել քո այս կասկածամիտ վերաբերմունքին, հա։ Գրիշ, չգիտեմ։ Չեմ հասկանում։ Կյանք եթե պետք է սենց թերահավատորեն մտնենք մեր այս կյանքի լուրջ էտապը, ավելի լավ է չմտնենք քեզ սենց ասեմ։ Ուղղակի դու իմացի, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ, ու այդ չի քննարկվում։ Ուրեմն իմ հանդեպ հավատդ էլ պետք է ընդհանրապես չքննարկվի։ Պայմանավորվեցինք։ Կբացատրես ինչ է նշանակում Գրիշոյի ամուսնությունը ժամանակավոր է։ Եկեղեցում ասեցիր Գրիշոյի ամուսնությունը ժամանակավոր է։ Կբացատրես այդ ինչ է նշանակում։ Ավելի ճիշտ ինչ պլաններ ունես այս ամուսնության հետ։ Ոնց հասկանում եմ երեխեքի երջանկությունը քեզ չի հետաքրքրում, կարևորը պլաններն են։ Նինա, ինչ ես ուզում ինձնից։ Ինչ որ լսում ես։ Ինչի տենց բան ասացիր։
գլուխ սպայթում ես գնում քնեմ։ Ես հետդ եմ խոսում։ Ես ընդհանրապես ցանկություն չունեմ խոսալու։ Պապ, թորը ծնվել է, Դավոս ծնվել է։ Պապ ջան, Հաջան, ցավը տանեմ, դիմավորի։ Ոնց եք Դավիթ պապի։ Լավ եմ, ոնց դիլինեմ, որ եկել եք արդեն շատ լավ է։ Ես միշտ էլ իմացել եմ, որ պապին մեզ շատ է սիրում Լեա։ Հա, բա, ոնց բալաջան։ Դավիթ պապի, այսօր որոշել ենք բոլորով միասին ընտրենք։ Դեմ չեք, չէ՞։ Ինչի պիտի դեմ լինեմ, շատ ուրախ եմ։ Համով բաներ ենք սարքելու, Դավիթն էլ խոստացել է, որ կօգնի։ Վայ երեխեք ջան, դուք հանգիստ նստեք, ես ամեն ինչ կանեմ։ Չէ, պապի, այսօր դու նստում ես, իսկ մենք աշխատում ենք։ Հեսա մի հատ արագ տունը կարգի բերենք ու ընտրենք, որովհետև այն երկուսը հաստատ քեզ այդ հարցում չեն օգնելու։ Այցավ տանեմ, տունը ամեն ինչ կարգի բերած է, անցեք տեղավորվեք։ Չէ, պապի, այսօրվա մաքրության ու խոհարարության պատասխանատուները մենք ենք։ Համ էլ քիչ-քիչ թողես նոր կարգավիճակին սովորենք։ Դեր կհասցնեք, ժամանակ շատ եք ունենալու։ Դե ոչինչ, մենք այսօրվանից կսկսենք։ Դե գնացինք, դու վերևը, ես ներքևը։ Մի րոպե երեխեք, չեղավ, եկեք հանգիստ նստեք, տեղավորվեք, ես ինձ վատ եմ զգում։ Ոյ, չէ, էլի մենք մեզ վատ կզգանք, որ դու աշխատես, մենք նստենք։ Են երեխեքին ասեք գործ չանեն, ամոթա հյուր են իրանք։ պապի, իրանք էստան էլ վաղուց հյուր չեն։ Դավիթ, խայտարակ են լինում, այդ տղա։ Մենք պապի ինչի պիտի խայտարակ լինի։ Ներվերս մի կեր եք ասում անի։ Պապի, գնա հանգիստ նստի, մենք ամեն ինչ կանենք։ Դավ փոշինես կտորով եք մաքրում։ Հա։ Գնա ձեռքից վերցրու, ամոթա։ Այ պապի, լավ։ Հիմա ես եմ գնալու կռիվանեմ։ Պապի, դու քո հարցները, գնա ինչ ուզում ես արա։ Լա թող գնան, երկուսի դեռ շանցեց եմ տալու։ Ավելի տեղ, հա։ Հա, ստեղա։ Այդ խավնում եմ, գնա ձեռքից առ։ Պապի, իրանք են ուզել, մենք ոչ մի բան չենք ասել։ Ես ծեր եմ։ Ես էլ։ Վայ Լեա ջան, ինչ ես անում, ամոթա թող ինքը կանի։ Պապի ջան, հանգիստ տեղի, ես հաճիկով եմ անում։ Գիտեմ, որ հաճույքով ես անում, բայց ես ինձ վատ եմ զգում։ Լինացեք ներքև նստեք, ասեք, խոսեք, հեռուստացույց նայեք։ Դե դա կանենք, բանս դրա։ Աղջիկ ջան, այդ տուր ես կանեմ, դու գնա խոհանոց Դավիթեն ծոքնի, հա։ Պապի հանգիստ տեղ, իրանք գլուխ կհանեն։ Ցավը տանեմ, ախր մեջքդ կցավը հանկարծ։ Ոյ, հո առաջին անգամ չեմ գործանում։ Քորանամ ես։ Ոյ, պապի։ Ալ, ինչի համար։ Երեխեքին բերել եք այստեղ, որ աշխատացնեք, ես ծերեմ։ Ապա ձևը տենց չէ։ Հիմա ես քեզ ձևը ցույց կտամ խոնամոթի մեկը։ Երեխեքին բացությունից եք օգտվում, հա։ Ճավ, դու դաս օգնես ես բազմոցնի կողմ քաշեն։ Եկա հեսա Նարեկ ջան, պապի կանչեցին։ Հա, դու էլ այդպես կտարտի ուկեր։ Բայց գործել եմ չէ անում, պապի։ Գլխի չափ կտրտելով։ Դե։ Ես ծերեմ։ Սենյակովդ մեկ շորեր էր թափած, Լեո ջան։
Ասեցի զուտ ասեմ իմանաս։ Վատա հետ։ Չէ, քանի կարաս տենց ապրի։ Հետո օրը կգա բարին էլ հետը։ Օրը կգա դու էլ հետը։ Այդ ժամանակ կիմանաս ինչ անշանակում շորերը տեսուդան շպրտելը։ Լավ, Ինչ։ ինձ մի խանգարի, հա գործ եմ անում։ Պո։ Իմաստը գնալուտ։ Իմաստը ստեղ մնալու։ Ეხը դու իմ կինն ես, դու պետք է այս տանը մնաս։ Այստեղ ինձ գնահատող չկա։ Արի էլ չշարունակենք, կլինի։ Գնահատողն էլ դու էր, հա։ Ռոբեն մեկ երեխու նման պայուսակդ գցում ես ուսիդ, որ դուրս գաս ու փախնես։ Խր հասկացի, փախնելով չի, մյուս անգամ քեզ հարց լուծողի տեղ չդնես։ Մի քիչ առաջ ասեցի արի խոսենք, ասեցիր չեմ ուզում։ Այդ փախնել չի։ Չէ, իհարկե փախնել չի։ Եթե ես քեզ ասում եմ, որ չեմ ուզում խոսեմ, դա նշանակում է, որ այդ պահը չի խոսելու։ Ընդհանրապես պետք է այդ ընկալել։ Ոչ թե փախնել խնդիրներից։ Հա, տիկին Հունան, ինչի ես տենց նայում, բան ա եղել։ Չի կարելի։ Ասում է չի կարելի։ Լսի, ոչ որ նայելն է օգուտ տալի, ոչ չնայելդ, ոչ խոսալդ է օգտակար, ոչ չխոսալդ, ոչ լինելդ, ոչ չլինելդ։ Ու առհասարակ դու շատ անօգուտ կերպար ես, ու դա փաստում է ինձ չգնահատելը իմ նման տղուն։ Ճիշտ ես։ Բարև արևս, լավ ես։ Հա, շատ։ Չէ, դու հաստատ նեղվել ես։ Լսի, կարող է նեղվել ես, որ տուն եմ եկել։ Չէ, ես միշտ շատ ուրախ եմ քեզ տեսնել, ավո։ Բայց դու ես ինչ լավն ես, դու ես ինչ կարիճն ես, ես ինչեր ես ասում։ Ինչ կա էդ եմ ասում։ Դե որ ինչ կա էդ ես ասում։ Դե մի հատ էլ ռոմանտիկ երգ միացրու, մարդու կնիկ պարենք, ձևացնենք, թե իբր երջանիկ ենք։ Հիմա միացնեմ։ Էրնա, իսկ կարող է վատ ես, քեզ մի տեսակ շատ լավ ես պահում։ Ուղղակի հասկացել եմ, որ ճիշտ է դա։ Մի տեսակ ինձ լավ չեմ զգում։ Կուզես պարկես։ Ես բաժակիս մեջ բան ես լցրել։ Չէ։ Հունան ավոյի բաժակի մեջ տեղ եմ լցրել, քնելա, խնդրում արի վախենում եմ։ Բա Դավիթ պապին ուր գնաց։ Ոնց Նարե ջան, չգիտեիր, որ հանգարց թատրոնի զանգ է գալի պապին, ինքը ամեն ինչ մոռանում է, չի կարող ասի թողեք հանգիստ հաց ուտեմ, կզանգեմ հետո։ Հեսա պետք է մի երկու ժամ էլ բացատրի, թե ինչ թելով որ շորնա թել է։ Լավ, Լեո, մարդը ընդամենը իր գործին լուրջ է վերաբերվում։ Այլի թող լուրջ վերաբերվի, ուղղակի հաց ուտի, էլի լուրջ վերաբերվի։
Լեո հիշում ես որ պապին մի հատ ներկայացման համար դերասանի շորը քիփ էր կարել, դուրս եկավ եմ ու վրան տարակեց շալվարը։ Ոչ չէ։ Ինչ մեղ կա եղել։ Այդ դերասանը մեղք չէր, երեխեքն էին մեղք, որտեվ հաստատ ոչ մեկ չէր ուզենա Հակոբ պապի թումբանը տենար։ Ոյ լավ։ Որ բա հիշում ես այն Արմինեին է որ խառնված աչուձախ գնաց ու գլուխը պես դեկոր։ Դա չէր ուզում էլի որ Հակոբ պապի թումբաներ էր, բայց չգիտեր ինչ աներ։ Ոյ Լեոյի կորցրի քչով բալես քչով։ Դե աշնչի։ Ոյ թողեք գոնե խմոցս կուլ գնա։ Բա հիշում ես ոնց բեմից դուրս եկավ, սենց ավես նայեք։ Այդ դերասանը զբռնած շորը սենց շալվարը որ չէր բայ, սենց ամ։ Պատժեք թակավորի դերցակին, գլխատեք թակավորի դերցակին ու էտի անումը որ սիտուացիան փրկի էլի, իմպրովիզա անում։ Ոչ չհիշում եք։ Չգիտի էլ որ դերցակ իրա սենյակում ոտին գցեք քնելա սենյակի դուրն է փակելա որ ոչ մեկ չխանգարի։ Հա ու շալվարը տես բռնած միջանցքով վազում էր գորում էր Դավիթ ուր ես Դավիթ։ Դավիթն իր համար Լավ երեխեք, սիրտս արդեն վատացա։ Բայց դա ինչ ներկայացում է երեխեք։ Բրեմ։ Ոնց լու։ Բայց այդ փոքր ժամանակ իմ սիրած մուլտիկն է։ Այ որ դու տեղը լեդ, էլ հաստատ սիրածը չես լինի։ Դե ասա ինչներից վրա ենք այսքան ուրախանում։ Դե միշտ էլ ամեն պարագայում պետք է ուրախանալու համար առիթ գտնել։ Այ ճիշտ ասում։ Արავს տարակեց վրա։ Այսօր նայեք Բրամենյան երաժիշտների մուլտիկը։ Ու հիշենք Հակոբ պապին։ Վայ, սիրտս կանգնեց։ Բայց երբ ես էլ չեմ տեսեք, կանք։ Նոր։ Մենք դրանից ինձ է կտնես։ Գրիշ, այս երկու օրը բայց պիտի հետ գնանք։ Ինչի համար։ Քննությունների եմ։ Ցանդա, կանք մեղր ամիս է ինչ քննություն։ Այդ կգնաս դասախոսներից կասես։ Էլ ինչ պատմեմ դասախոսներից կարող այլ մանրամասներ ներկայացնեմ։ Ապուշ ես դու։ Լավ կանք այդ թատերական բան մտքիցդ կհանես։ Այսինքն։ Ինչ է այսինքն անես չի որ բարեհաջող քննությունները տվիր ավարտիր նշանակում է պետք է գնաս թատրոն կինո խաղաս նկարվես չի լինելու տես բան։ Գրիշ։ Աբա ինչ երեխա տան գործեր 1000 հատ բան կա ինչ թատրոն։ Նոր ես իմացել որ դերասանուհի եմ։ Չէ կանք սկզբից էլ տեղյակ ենք եղել։ Դե ուրեմն նաև տեղյակ եղի որ ես իմ մասնագիտությունից չեմ հրաժարվելու հասկացար։ Լուրջ ես ասում։ Այո, կապրենք կտեսնենք։ Բայց քեզ թվում է։ Դե կտեսնես։ Կապրես դու ինքդ կտեսնես կանք։ Պապի ջան, դե մենք գնացինք։ Հացավ տանել, զգուշ եղիք։ Քեզ լավ նայ պապի ջան։ Ու արդեն երկուսիս համարն էլ ունես, երբ պետք լինի զանգի։ Ոնց կասեք երեխեք ջան։ Գլուխը տարանք չէ։ Վայ, տունս ծիծաղով եք լցրել, ոնց շատ ուրախ եմ։ Դե ուրեմն սրանից հետո շուտ կգանք։ Հացավ տանեմ, բարի ճանապարհ, զգուշ եղիք։ Բարի գիշեր, պապի։ Բարի գիշեր։ Դե գնանք ճանապարհ ենք պապ։ Հացավ տանեմ։ Եկ։
Պապ ջան, Ռաֆո, ո՞նց ես պապ ջան։ ես ոնց։ Հլա ասա տեսնեմ ինչ կա։ Եկել եմ խոսանք, պատմես։ Ինչի ես լուր նստել։ Ինչ պատմեմ, տղա ջան։ Երեխեքիցս պատմի։ Ինչ գործի են։ Հաստատ 4-4 կյանքը տուտում են, չէ։ Գոնե ինձ հիշում են։ Հիշում են։ Բա ինչի ես նեղված։ Ոնց եմ կարոտել քեզ, տղա ջան։ Եկել եմ որ կարոտը տառնես։ Էս ուր են տղեքը։ Մանանս ուրա։ Տանը չի։ Էս գիշերվա կեսին։ Բա Լեոն, Դավոն ուր են։ Մարկն ուրա։ Ինչի են քեզ մենակ թողել։ Գնա քո սենյակ։ Հունան ինչ ես անելու։ Ասացի գնա քո սենյակ, ու մեր գնալուց հետո դուռը ոչ ոքի առաջ չես բացում։ Հունան խնդրում եմ չսպանես։ Էրնա, ասացի գնա։ Երեխեք պապին ոնց ուրախացավ, չէ՞ որ մեզ տեսավ։ Հա, խեղճ մարդը խառնվել էր իրար։ Գիտեք, մեկ-մեկ ինձ թվում է, որ պապին աշխարհի ամենաբարի մարդն է։ Տենց էլ կա։ Կարևորը ինքը մեզ շատ է սիրել, մենք էլ իրան, չէ՞։ Հատկապես այսօրվանից հետո։ Նենց էր խառնվել իրար, հուզվել էր, հոմել շատ ուրախ էր։ Ու որ իրան տեսա, ես էլ հուզվեցի։ Դու պրոֆեսիոնալ հուզվող ես։ Ով էլ խոսա։ Երեխեք, կարամ մի բան ասեմ։ Ես հասկանում եմ, որ Մանանի հետ կապված շատ տխուր եք ու հիմա ինչ էլ ասեմ իրավիճակը չեմ փրկելու։ Բայց եկեք չբացառենք, որ միգուցե ինքը շատ երջանիկ է լինում Գրիշոյի հետ։ Արեք ելնի փագես թեման։ Դա ուղղակի որ ձեզ սենց վիճակում տեսնում եմ, սիրտս ցավում է, դրա համար եմ ասում։ Հա, ես հասկանում եմ։ Բայց չեմ ուզում այդ թեմայով խոսանք, որովհետև եթե շարունակենք այս թեման, հաստատ Լեան իրան լավ չի զգալու մեր խոսակցությունից։ Դավո։ Ինչ։ Պետքա ձևացնենք, որ ամեն ինչ նորմալ է, հա, որ մեր քուրը հեսա աղավոր երջանիկ է լինելու։ Տենց չի, չէ։ Փակես թեման։ Երեխեք, կներեք էլ ես չպիտի բացեի այս խոսակցությունը։ Ես մենակ մի բան կասեմ, ժողովուրդ։ Մանանը իրան շատ լավ ազգում Գրիշի հետ։ Բայց դուք շատ լավ գիտեք իմ վերաբերմունքը այս ամեն ինչին։ Գիտեք ինչքան կռիվներ եմ տվել Գրիշի սխալների պատճառով։ Մենք էլ Լեա ջան։ Ասում եմ փակեք այս թեման։ Իսկ ինչ վերաբերվում է Մանանին, անկեղծ եմ ասում, Գրիշի իրան շատ լավ է պահում։ Սպասեք, ես տաքսի կանչեմ, հա։ Լեա, ինչ կանչում։ Նստած ենք, էլի խոսում ենք։ Չէ, Լեա, կանչեմ, դուք գնացեք տուն, որ մենք էլ գնանք տուն, պապին մենակ չթողնենք։ Նես չի որ պապին առաջի անգամ է մենակ մնում։ Դուք փորացավ ասա։ Դավո։ Հա։ Լեո տաքսի կանչի, էլի հեսա կռվելու եք, ես ինձ չներեմ։ Արա ջան, նախ մենք չենք կռվելու, երկրորդն էլ դուք ես չներելու պատճառ չունես։ Դավա պիտի շուտ տուն հասնեմ։ Արա ինչ եղավ քեզ։ Ոչ մի բան, ուղղակի այս լարված վիճակից ես ինձ վատ եմ զգում։ Չի լինում ոչ լավը խոսալ, ոչ է վատը։ Դու քեզ ոչ մի բանից վատ մի զգա։ Դու ոչ մի սխալ բան չես ասել։ Դավ խնդրում եմ, էլի պիտի շուտ տուն գնամ։
երեխա։ Ծերդ։ Հոգեկան հիվանդ, ինչ ես անում։ Արդեն նախել եք դրա որ լեայի խմում ես։ Ուղղակի հանգստացի։ Կսպանեմ քեզ հունա, կսպանեմ։ Հանգստացու շատիրից նայի։ Երևին ակապար։ Ինչի ուզեցիր, որ իմ ավտով լինենք։ Ատենց է պետք արամ։ Հանգիստ քշի չկանգնեցնեն։ Հիմա սան ինչ ենք անելու։ Պետք է տանեմ անենց վառեմ, որ սրա սաղ կյանքերը պրծնի։ Ինչ անում եմ, սաղ եմ անում ես։ Այսի գլխիդ մի բան սարքելու է։ Սրանից ամեն ինչ սպասելի է։ Այ Արամ ջան, դու չգիտես ես սրան ոնց եմ ճանաչում։ Առաջի պատահած դեղատան մոտքը կանգնես։ Հանգիստ քշի արամ։ Դե նենց եմ անում, որ շուտ հասնենք։ Ես կիշնեմ կառնեմ, ինչա պետք։ Չէ, կանգնի ես հեսա կգնեմ կգամ։ Ինչա պետք, ես հիմա իշնեմ առնեմ գամ։ Չէ, սպասի ես այս կգամ։ Ասում էի, չէ՞, ասում էի ջահել տղա ես, մեղ ես, քեզ պետք չի։ Հնգել ես հունանի խելքին, հունանի ծովախեր տեսել։ Ես ինչ էլ ճիշտ տեղ են կանգնել։ Զգացիր, որ Լեային նեղացրեցիր։ Ես Լեային չեմ նեղացրել։ Դու լավ գիտես, որ ես տես միտք չունեմ, չեմ էլ ունեցել։ Դավ մենակ մի հատ բան հարցնեմ ճիշտն ասա, էլի։ Այս վերջին դեպքերից հետո մի տեսակ տրամադրված ես Լեայի դեմ։ Գիժ ես։ Ինչի պետքա տրամադրվեմ Լեայի հանդեպ։ Այն որ ես այդքան քեզ ասում եմ, ուզում եմ, որ դու երջանիկ լինես, չտանջվես, դա չի նշանակում, որ ես Լեային դեմ եմ։ Բայց ինքն էլ չէ տանջվում։ Հայ ես չասի մենակ դու ես տանջվում, ինքն իր համար հանգիստ նստած է։ Մի փոխի, խոսակցությունը։ Ես տես բան չեմ ասել, Լեային էլ չեմ ուզեցել նեղացնեմ։ Լավ, հասկացա, մի խփի։ Դավ, ես գնամ, դու գնա տուն, հա? Ուր ես գնում որ? Գնամ Սարիկին տենամ։ Ինչ կա Սարիկի հետ ժամը։ Ապա դե ինչ ժամը։ Ուշ ժամը ասենք, Լեո։ Լավ էլի, դավ։ Երեխա եմ ես։ Երեխա չես, մեզ փորձանք ես։ Ուր եք գնում, ինչ եք անելու։
Ապա ասեցի, գնամ Սարիկին տենամ։ Քաղաքով մի քիչ պտտվենք, ծրվեմ, գլուխս արդեն տարակվում է։ Դե բա գնում եմ տուն ինչ անեմ, ես էլ եմ գալի ձեր հետ։ Այ բիձա, դու 2 մետր քայլելու ես, ասես Սարիկ եք նստենք։ Տենց ոնց կլինի։ Լավ այ ջահել, հա։ Ես գնում եմ։ Դու գնա տուն։ Ես մի ժամից կգամ, հա։ Հասնես գրի։ Չեր ուզում դեղ։ Արամ։ 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 Ունա։ Ոնց էի սպասում ես օրվան, որ այս սենց երկատի կտորով գլխիտ տայի։ Մենք այս գործով ոչ մեկին վատություն չենք անում, տղեկ, հակառակը, ովքեր նեղն են օգնում են, որ փող աշխատեն։ Տենց ասում են, անօրինական է, բան է, սա ի՞նչն է անօրինական։ Այստեղ մաքուր սպորտը սարքում եք զիբիլ։ Քեզով է խնդրում մաքուր սպորտի սպասումով գաս։ Եթե մտածում ես պիտի գաս մաքուր սպորտի հետևից, խնդիրը քո մեջ է։ Հո, պետք, արի աշխատի, կրի գնա, այդքան բան։ Լիքը լուրջ մարդիկ կան այս ամեն ինչի մեջ։ Մենակ ես եմ երևում, բայց իմանցի, որ ամեն ինչ շատ մեծ է։ Այսօրվա բոյը երբ է սկսում։ Այ դուրս եկավ, մարդը գիտի ինչի համար է եկել, ինչ է ուզում։ Սա մի կես ժամից կսկսենք։ Պատրաստ ես։ Կպակ։ Այդե։ Давай. Այդպես։ Պաշտպանվի։ Շատի։ Ուշքի արի միան։
Լեո